Ողջույն սիրելի հայրենակիցներ, Facebook-յան ընկերներ ջան, սենց համանցածում ուժեղ մարդկանց հետևող եւ իրենց ուժից սենց սարսափի մեջ ընկած, ներվայնացած մարդիկ ջան։ Ժորժան, սենց ուզում էի գնայի տուն, տանից ազատ սենց խոսայի, բայց սենց Խասյաթիս Համադյան ասի չէ, ասելիք որ եկել է տեղը, վայրը, ժամը չի սպասում, որ այդ ասելիքը այս պահի ասելիքը պետք է ասվի, ասենք, 1, 5 կամ 10 րոպե հետո։ Դրա համար որոշեցի հենց նորից իմ հասարակ գյուղավարի акցենտով եւ բառապաշարով օրվա զարգացումների վերաբերյալ, խոսույթների վերաբերյալ ես իմ կարծիքով արտահայտում եմ, իմ գնահատականը հնչեցնեմ։ Տեսեք ինչա կատարվում։ Սենց տեսնում ենք հայ բուդուլանելով, մեկ ուժից է խոսում, ասում է, այս պետության ուժեղ տղեն ես եմ, ուժի մեջ է, ես եմ ուժեղը եւ վերջ, ինձանից ինյան ուժ չկա։ Այդ մեկ ասելով նկատի ունեմ կալուգացի մոսկվաբնակ օլիգարխի։ Մյուսն էլ են բերանը ծուխտիկ խոխեն, 7 գլխանի վիշապ, հայ մարդու այրոնը տասնյակ տարիներով ծծած, հայ մարդու այրան կարոտ մնացած պրիվետ Ռոբիկն է։ Ինչ ասում։ Ասում է ես եմ իշխանությունը։ Ես եմ իշխանությունը։ Գիտես, կարծես կամ մենք ենք լուսնից իջել, իրանց հետ նոր պետք է ծանոթանանք։ Իրանք են լուսնից իջել։ Անհասանալի մարդիկ են եղել, այս թազա դեմքեր են, սենց սրբի պատկերով, բարոյական կերպարով, կեցվածքով եկել են եւ իրանց ներկայացնում են մեզ, ժողովրդին, հայ մարդուն, իրական Հայաստանի Հանրապետությանը սիրահարված, իրական Հայաստանի Հանրապետության շահերը սպասարկող, խաղաղությանը սիրահարված, խաղաղության շահերը սպասարկող հայ մարդուն։ Ժորժան, սենց որ նայում ենք, բան ենք ասում ենք, անձամբ ես ասում եմ լավ, սենց նայում եմ, ասում եմ, արա լավ, սա բերանը ծուրտիկ խոխեն է, ասում եմ լավ գոնե, вообще բարոյականություն չունե, սրանց երեսին թքմես ասում են լավ անձրև է գալիս, արա սրանք ոնց են իրանց թույլ տալիս, սենց սրբի կերպարով, սենց, չգիտեմ, սենց խոսակցություններ ունենան, ձեռ են առնում ես, հա, ձեռ են առնում, ու ասում է, ես չեմ հանգստանալու, այդ շակալն ասում, բերանը ծուրտիկ խոխեն, որ ես իշխանություն ասում է, չեմ հանգստանալու այնքան ժամանակ, միջև ես իշխանությունը չհեռանա, դու իշխանության բոլոր անդամներն է, իշխանության ընտրած բոլոր հայ մարդիկ են, իրենց ամբողջ ուժով հանգստացնեն քեզ հանգստացնեն, գիտիք խի ասում, որովհետև աբիժնիկ է, որովհետև լոմկի մեջ է, որ այլևս հայ մարդը Իրանից չի վախենում, դրա համար էլ ասում է, չեմ հանգստանում, որովհետև չի համակերպվում այս իրականության հետ, չի համակերպվում, տասնյակ տարիներով ցույց ցրողը, որ հիմա ցուցարար է դառել, որ շաբաթական 2 անգամ գնում է դատական նիստերի եւ դահլիճում ոտքի է կանգնում, շաբաթական 2 անգամ ներկայանում է, չի համակերպվում այդ իրականության հետ։ Այդ օտարի տասովչիկները սենց աբիժնիկ կպած իրական ուժից, իրական ուժեղ տղուց աբիժնիկ կպած, սենց մատ փաթեթավորվել են այդ փաթեթը, այդ տասովչիկ փաթեթը սենց փաթեթավորվել են, միացել են իրար, իրանց ուժեղ տղու տեղ են դնում։ Մոսկուլներ են անում, ինչեր են անում։ Հալա ոնց կարա այս պետության վրա տաղաբերողը ուժից խոսա այս պետությունում։ Ոնց կարա հայ մարդու վրա տաղաբերողը ուժից խոսա։ Вообще ոնց կարա օտարի տասովչիկը մտնի այս պետությունում ուժեղ տղու կերպարի մեջ եւ ուժից խոսա։ Ոնց։ Արա ձեզ տասովչիկի նման պահեք։ Օտարի տասովչիկ եք։ Ձեզ պահեք այնպես որպես օտարի տասովչիկ։ Չի կարա օտարի տասովչիկը կա այս պետությունում ուժեղ տղու տեղ բանանի, խաղեր տա, կուրաժի տրնի, մտնի ուժեղ մարդու կերպարի մեջ։ Ինչ արա ձեր ուզած այ խոպանչիներ։ Սիրելի մարդիկ, կալուգացի Տաշեր Սամվելիկը եւ բերանը ծուրտիկ խոխեն, պրիվետ Ռոբիկը, նույն մարդիկն են, նույն գաղափարն են, որովհետեւ երկուսներ օտարի շահերը սպասարկող, օտարին սիրահարված, օտարի տասովչիկն են։ Ես օտարին
Այս դեպքում Կրեմլին Մոսկվային չեմ մեղադրում։ Շատ էլ լավ անում։ Այսօր Ռուսաստանը շատ էլ լավ անում, որ ունի հնարավորություն, որպեսզի տասոչիկներ պահի։ Ցանկացած պետության ղեկավար, դա ցանկացած պետության ղեկավարի համար դա մեծ ձեռքբերում է, որ ցանկացած պետությունում ունենա տասոչիկ, որի տասոչիկները սպասարկեն Կրեմլի շահը։ Դա նորմալ է։ Ռուսաստանին թող որևէ մեկը չմեղադրի։ Կարում է տասոչիկ պահի, պահում է։ Ինչու՞մն է խնդիրը, ցավները տանեն։ Թող մերոնք ըլնեն այնքան տղա, որպեսզի տասոչիկ չլնեն, որպեսզի օտարի տասոչիկը չդառնան։ Հիմա դեռ Ռուսաստանը մեղավոր է, որ տասոչիկի խնդիր չունի մեր պետությունում, որպեսզի իր համար տասոչիկներ գտնի եւ որպես տասոչիկ օգտագործի։ Ինչու՞ է մեղավոր։ Թող մերոնք քննեն մերոնք, թող սրանք կլնեն այնքան տղա, այնքան ուժեղ, որպեսզի տասոչիկ չդառնան։ Բայց ցավը, վիրավորանքը, ներվայնությունը կայանում է նրանում, որ տասոչիկ մարդը մտնում է ուժեղ տղու կերպարի մեջ։ Այ Հայաստանի Հանրապետությունը կարող է ջոգել եք ձեզ համար հենց ձեր դյուքանա ձեզ համար, ինչա։ Գնա կոտար պետություններում տասոչիկություն անեք, կոտարի մարդ տասով կանեք, գաք այստեղ լավ տղա խաղաք, ուժեղ տղու կերպարի մեջ մտնեք, հա։ Այստեղը չեք բերում։ Դա գիտեք ինչից նա։ Դա ձեր անճանաչելությունից է հայ մարդուն։ Այնքան կապ չեք ունացել հայ մարդու հետ, այնքան կապ չունեք, այնքան չեք ճանաչում հայ մարդուն, որ ձեզ նման բաներ եք թույլ տալիս։ Որ օտարի տասոչիկ լինելով կարում եք գաք այստեղ ուժեղությունից խոսակ։ Ես ուղղակի զարմանում, ոնց կարա հայ մարդու վրա տաղա բերողը ուժեղ տղությունից խոսա, օտարի տասոչիկը ուժեղությունից խոսա։ Կամ вообще ուժեղ մարդը ոնց կարար տասնյակ տարիներով հայ մարդու վախը բռնած գերեվարության մեջ պահի հայ մարդուն իր սեփական պետությունում, զրկելով ազատ խոսքի իրավունքից, զրկելով սեփական պետության իշխանության ճակատագիրը որոշելու իրավունքից, զրկելով ազատ իր ժամանակը անցկացնելու իրավունքից, իր սեփական պետությունում, հայ մարդուն զրկելով իր սեփական պետությունում անվախ, անկաշկանդ արարելու, ներդրելու, հարստանալու, հարստացնելու իրավունքից։ Ոնց կարակ։ Բա որ այդքան ուժեղ տղեկ եք լել։ Այն ուժեղ տղեկին ինչ եք հետապնդել տասնյակ տարիներով։ Ուժեղ տղեկին ինչ եք սպանել։ Բա ուժեղ տղեն մարդ է հետապնդում, հա։ Ուժեղ տղեն մարդ է սպանում իր վախից։ Ուժեղ տղեն ազատ խոսքի իրավունքի վրա արգելք է դնում, սպառնալիք է դնում։ Ուժեղ տղուն վախի եւ ստրախի մթնոլորտի մեջ է պահում ժողովրդին։ Այդքանով եք ուժեղ, հա։ Հիմա տեսեք ուժեղ տղեն ով է, որ այս 8 տարվա մեջ որևէ մեկ իր ազատ խոսք արտահայտվելու իրավունքի համար չի հետապնդվել։ Պատեզների դեմը սամասուդի չի ենթարկվել։ Տեսեք ով է ուժեղ տղեն, որովհետև իսկական ուժեղ տղեն կամ իսկական ուժեղ տղու համար ազատ խոսքի իրավունքը վախ չի առաջացնում։ Իսկական ուժեղ տղեն սեփական ժողովրդին վախի ստրախի մթնոլորտում չի պահում։ Իսկական ուժեղ տղեն իր սահմանները, իր անցակետները, իր սեփական անվտանգության աշխատակիցներով է հսկում, այլ ոչ թե օտարի զորքն է հսկում։ Բա որ այդքան ուժեղ տղեքիք տասնյակ տարիներով ինչի համար էր Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի անցակետները օտարը հսկում։ Բա որ այդքան ուժեղ տղեք էիք Հայաստանի Հանրապետության հարստությունը 2 կոպեկ գրոշների դիմաց, գույք պարքի դիմաց, ինչի եք տալիս օտարին։ Բա որ այդքան ուժեղ տղեք եք տասնյակ տարիներով ինչի համար եք օտարի շահերը սպասարկում, օտարի համար որպես տասովչիկություն անում։ Ինչի համար արա եկեք ասեք, դե հիմա եկեք ասեք, դուք ոչ թե ուժեղ եք, դուք ուժեղ տղեկից, ուժեղ տղուց աբիժնիկ մնացածն եք։ Եվ կյանքը ժամանակը ցույց է տվել իրական ուժեղ տղենով է։ Իրական ուժեղ տղեն
իրական ուժի կողմից լեգիտիմ ընտրված իրական Հայաստանի Հանրապետության իրական վարչապետն է, որ 30 եւ ավելի տարվա արևանգված Հայաստանի Հանրապետությունը ազատագրեց օտարի տասոչիկների արևանգությունից, այսինքն Ռոբիկի, Սերժիկի, նաեւ Կալուգացի Սամվելիկի, դուք սաղը նույնն եք, դուք սաղը նույն մաֆիան եք։ Օտարի տասոչիկ մաֆիայից ազատագրեց տասնյակ տարիներով արևանգված իրական Հայաստանի Հանրապետությունը եւ վերադարձրեց իր իսկական սեփականատիրոջը, այսինքն հայ մարդուն։ Իրական ուժեղ տղեն իր ապրածով իր ուժը ցույց տվեց, որ 30 եւ ավելի տարվա բրենդային ածական ունեցող ստահակները, որ բրախոտներով սենց աճել էին, հայ մարդկանց վախը բռնած կուրաժիտ էին ելնում Հայաստանի Հանրապետությունում, մենք տեսանք իրական ուժեղ տղեն, այդ 30 եւ ավելի տարվա ածական ունեցող, այդ բրենդային ածական ունեցող գյադագյուդեքին, ոնց ամենայն վերջի ձևով չմոացրեց, որոնք փախան, թռան եւ Մոսկվաներում ինչ-որ պատվալներում ծավարած ոռնոցները դրեցին, ոմանք էլ այստեղ ոգևորվելով իրական ուժեղ տղու սեփական ձեռբերած արժեքների հարստությունից թաքնվեցին այդ արժեքների հարստության թիգունքում եւ սենց բարձրացան սկսեցին բարձր տոնայությամբ կամած սկսեցին խոսիթ ունենալ, որ հայ մարդուն ասեն, այ տեսեք, մենք այնքան ուժ ունենք, այնքան դուխով ենք, որ կարող ենք բարձրաձայն տոնայությամբ խոսանք։ Բայց հայ մարդը գիտի, որ դուք ձեզնից ոչինչ չեք ներկայացնում, որ դուք ուղղակի թաքնվելով իրական ուժեղ տղու սեփական ձեռբերած արժեքների թիգունքում, ցես մտել եք ուժեղ տղու կերպարի մեջ, իմանալով որ ձեզ չեն հետապնդելու, ձեր հետևից չեն գալու, սամասուդի չեն ենթարկելու, ցենց ուզում եք կուրաժի տնեք, հայ մարդուն ասեք, այ տեսեք մենք հլական գոյություն ունենք, մենք այնքան դուխով ենք, մեր դեմը խաղ չկա, տեսեք որ մեր դեմը խաղ չկա, մեզ չեն կարող ոչ մի բան ասեն։ Էսում եք եկել ձեր առնեմ, արա, հա, այդ չմոններ, այ օտարի չմոններ, ում եք ձեր առնում, ում, այ օտարի չմոններ, ուժից եք խոսում, մենը տեսանք արա ուժը որնա, բայց տեսանք ուժեղ տղենով է, ուժեղ տղեն իրական ուժի կողմից լեգիտիմ ընտրված վարչապետն է, որ այսօր հենց այդ իրական ուժի աշխատանքի արդյունքում, իրական ուժի արդյունքում իրական Հայաստանի Հանրապետության անցակետը հսկում է իրական Հայաստանի Հանրապետությունում ծառայող սահմանապահները, այլ ոչ թե օտար երկրա ծառայող սահմանապահները։ Հայ սահմանապահն է, այդ ուժը, այ ուժը դրա մեջ է, որ այսօր էլ Հայաստանի Հանրապետության հարստությունը երկու կոպեկ գրոշների դիմաց, գույք պարքի դիմաց չի տվոցվում, այդ է ուժը, ուժը նրա մեջ է, որ այսօր այդ ածական ունեցող ալիգարխիան ցանկացած Հայաստանի Հանրապետության քաղաքացուց չի տարբերվում, ունի նույն իրավունքները, նույն հարգանքը, նույն արժեքը, ինչ ունի հասարակ սովորական քաղաքացին։ Այն ալիգարխը մեզ հայտնի է այդ անուն ազգանուններով, այն ալիգարխներով, ում գրպանները կա, ասենք, տասնյակ հարյուր միլիոն դոլարներ, եւ այն քաղաքացուն, ում գրպանը չկա 10 դրամ, նույն արժեքը, նույն իրավունքները ունեն իրական Հայաստանի Հանրապետությունում։ Կարող եք դուք դրանից եք աբիժնի կպել, այ օլիգարխիա, որ այլևս չեք տարբերվում հայ մարդուց, որ այլևս առաջի սորթի չեք պատկանում, որ այլևս արտոնած չեք, որ այլևս մենաշնորհ չեք։ Կարող է վարչապետից դրա համար եք աբիժնի կպել, որ վարչապետը Ծառուկյան Գագոյին նայում է նույն աչքերով, ինչ աչքերով նայում է ցանկացած Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Դրա համար եք աբիժնի կպել վարչապետից։ Մեզ հայտնի օլիգարխիա, ում գրպանը կա միլիոնավոր դոլարներ, կարող է վարչապետից աբիժնի եք կպել նրա համար, որ վարչապետը նայում է ձեզ այն աչքերով, ինչ աչքերով նայում է ցանկացած քաղաքացու, ում գրպանը չկա 0 դրամ։ Դրա համար աբիժնիկ եք կպել վարչապետից, որ այլևս վարչապետի հովանավորությունը չեք վայելում, կամ վարչապետը ձեզ պարախոտներ չի տալիս, արտոնություններ չի տալիս։ Հա? Դրա համար ինչի մանեք վարչապետից աբիժնիկ կպել, որ ասում է ինձ պետք չի, ինչ որ մի հատ հարուզ մարդ, որ գա ինձ տա 1 միլիոն դրամ։ Ինձ պետք է 1000 հոգի մարդ, ով կարա ինձ տա 1000 դրամ։ Հա, դրանից եք աբիժնիկ կպել։ Ինչից եք վարչապետից աբիժնիկ կպել, այ աբիժնիկներ։
որ մտել եք հարկային դաշտ, որ այլևս չեք խուսափում, որ այլևս չեք կանում անօրինականություններ անեք եւ անօրինականություններ անելով հարստանաք, հա։ Դրա համար է կպել աբիժնիկ վարչապետից, որ հարկային դաշտ եք վերադարձել, որ հարկեր եք վճարում, որ էլ մենաշնոր չեք, հա։ Թե աբիժնիկ եք կպել վարչապետից նրա համար, որ էլ չեք կարող 10 դրամի բարեգործություն անեք, տասնյակ հազարավոր դոլարների հարկերից խուսափեք։ Հա, դրանից եք կպել աբիժնիկ վարչապետից, այ մի քանի հոգի օլիգարխիա ծանր եք տանում, հա։ Ով եք դուք ձեր ապրածով։ Դուք ձեր ապրածով ուղղակի օտարի տասովչիկ եք, պրախոդներով աճեցված, աշխատավոր հայ մարդկերանց ճնշած, աշխատավոր հայ մարդկերանց ունեցվածքին տիրացած, ոնց եք տիրացել, գնացել վախեցրել եք, ճնշել եք, այնքան նադայել եք արել, որ տիրացել եք հայ մարդու ունեցվածքին ու տենց հարստացել եք։ 10 դրամի բարեգործություն եք արել, տասնյակ հազարավոր դոլարների հարկերից խուսափել եք, դրա համար հարստացել եք։ Պետության մեջ պետություն եք եղել, որովհետև Ռոբիկի, Սերժիկի պրախոդներն եք եղել, օտարի քոծերն եք եղել, դրա համար հարստացել եք։ Հարստացել եք, որովհետև Հայաստանի Հանրապետությունը տասնյակ տարիներով աշխատացրել եք ձեր անձնական երջանկության եւ հարստության համար։ Ինչ այս 100 հազարավոր միլիոնավոր մարդկերած միջի հաջողակները դուք եք։ Երկու բառ չեք կարող իրար հետևից խոսակ, միջի հաջողակները դուք եք։ Հա՞։ Այ հաջողակ մարդկանց նեղացածրածներ, այ հաջողակ մարդկանց հիասթափացրած, որ այս պետությունից թողել են ուղակի հեռացել են եւ իրենց աշխատասիրությունը, իրենց ունակությունը ներընտրել օտար պետությունում։ Հն այ խուժաններ, դուք եք, ձեր տեսակը ձեր որակն է։ Դուք գիտեք, որ ձեր տեսակին եւ ձեր որակին հունիսի 7-ին իրական ուժը ոչնչացնելու է քաղաքակիրթ մակարդակով։ Դուք գիտեք, որ ձեր այդ տեսակին եւ որակին վերջնականապես հունիսի 7-ին տասնյակ տարի հայ մարդը տասնյակ տարիներով իր սպասված վրեժը լուծելու է քաղաքակիրթ մակարդակով։ Գիտեք։ Գիտեք, որ ձեր տեսակից եւ որակից հունիսի 7-ին հայ մարդը տասնյակ տարիներով սպասված իր վրեժը լուծելու է քաղաքակիրթ մակարդակով։ Գիտեք։ Դուք գիտեք, որ ձեր տեսակը, ոչ դուք գիտեք, որ օտարի, որ հունիսի 7-ին օտարի տասոչիկների գործնեությունը ոչնչանալու է Հայաստանի Հանրապետությունում։ Չգիտեք, չէ՞։ Դե իմացեք։ Դե հիմա դուք ոչ գիտեք, որ հունիսի 7-ին այ օտարի տասոչիկներ, որ ցես մտել եք ուժեղ տող կերպարի մեջ։ Դուք գիտեք, որ հունիսի 7-ին իրական ուժի հետ մոտիկից ծանոթանալու եք։ Իրական ուժի հետ մոտիկից ծանոթանալու եք եւ զգալու եք այդ իրական ուժի կայֆը ձեր սեփական մարմնի վրա։ Գիտեք։ Եթե չգիտեք, իմացեք։ Դուք գիտեք, որ հունիսի 7-ին քաղաքակիրթ մակարդակով իրական ուժը իր տասնյակ տարիներով սպասված վրեժը լուծելու է տասոչիկներից։ Գիտեք թե չգիտեք։ Դե իմացեք։ Ու այ գյադագյուդեք։ Այ օտարի տասոչիկներ։ Siz մի եկեք ուժեղ միջավայր մտեք եւ այդ ուժեղ միջավայրում ձեր տասոչիկ լինելով փորձեք ուժեղ տող կերպարի մեջ մտնեք։ Տասոչիկ եք։ Ձեզ պահեք տասոչիկին նման։ Ինչով եք ուժեղ, որ հայ մարդու սեփականությունը, Հայաստանի Հանրապետության ռազմավարական կարևորագույն արժեք ունեցող հարստությունը, 2 կոպեկ գրոշների դիմաց ձեռք եք բերել ու ձեր անձնական երջանկության, հաջողության, հարստության համար աշխատացրել, հա, դրանով եք ուժեղ, դուք շատ կարակ ուժեղ ըլնեք, որպեսզի հայ մարդիկ վախեն ձեզնից։ Դուք շատ կարակ դուք ուժեղ եք նրանում, որ կարակ հայ մարդու վախը բռնեք, վախի ստրախի մտնոլորտի տակ, հայ մարդու վախը բռնած Ձեզ կայֆավա տնեք, գույլա տնեք, կուրաժի տնեք, բրենդային ածականներ հորինեք ձեզ եւ դե հենց հայ մարդկանց վախը բռնած կուրաժի տնեք, այդ ձեր ուժը դրա մեջ կարողնի։ Ուժեղ մարդկանց էլ արանքներից հանեք, սպանեք։ Դուք շատ կարակ ուժեղ լինեք նրանում, որ բանակը հանեք հայ մարդու վրա իր ազատ խոսքի համար կրակեք եւ սպանեք։ Այդ դուք դրանում ուժեղ եք, պրոբլեմ չունեք։ Թալանում ուժեղ եք, դուք ուժեղ եք նրանում, որ կարակ պետությունը ձեր անձնական հարստության համար աշխատացնեք, չմտածելով պետության ներկայի եւ ապագայի համար, չմտածելով պետության հզորության համար։
Դուք այնքան հզոր եք, այնքան ուժեղ եք, որ կարաք պետության հարստությունը 2 կոպեկ գրոշների դիմաց, գույք պարկի դիմաց տակ օտարին։ Դուք այնքան ուժեղ եք, որ կարաք պետությունը աշխատացնեք օտարի շահերը սպասարկելու համար, ու այս պետությունն է որպես կրվախնձոր, ստրուկի կարգավիճակում օտարի համար որպես կրվախնձոր լինի։ Այդ ձեր անցյալը այդ ասում։ Դուք իրական Հայաստանի Հանրապետությունում որևէ ապագա չունեք։ Ձեր ապագան տասնյակ տարիներով թալանված միլիոնավոր դոլարներն որ պետք է վերադարձնեք պետությանը ու պետք է վերադարձնելու եք։ Ձեր ապագան Հայաստանի Հանրապետության քրեակատավական խցերում լինելու։ Ահա եւ ձեր ապագան։ Իշխանության Ղարաբաղյան խուլիգան մաֆիան իրական Հայաստանի Հանրապետությունում իշխանություն այլևս չեն լինելու։ Սա հայ մարդու վերջնական որոշումն է, որը քննարկման առարկա չէ, եւ իրական ուժը իր սեփական կյանքի գնով անհնարինը հնարավոր դարձնելով, այն անհնարինը, որ Ղարաբաղյան խուլիգան մաֆիան, էզոտարի տասոչիկները ամենեն սարսափելի երազում հնարավոր չէ պատկերացնելը, այդ անհնարինը հնարավոր դարձնելով քաղաքակիր մակարդակով ամեն ինչ անելու է, որ այլևս մերժված Ղարաբաղյան մաֆիան, էզոտար երկրյա տասոչիկները այլևս Հայաստանի Հանրապետությունում իշխող չնեն։ Ու սա մենք ասում ենք հստակ, ու այս խոսքերը քննարկման ենթարկա չէ, ու այս ամեն ասում ենք մեր կյանքի գնով։ Հիմա դուք կտեսնեք հունիսի 7-ին իրական ուժը Իրանից ինչա ներկայացնում, իրական ուժը որտեղ է գտնվում, ու շատ մոտիկից կծանոթանաք իրական ուժի հետ։ Հունիսի 7-ին ձեր տեսակի, ձեր որակի քաղաքակիր մակարդակով ոչնչացման օրն է լինելու, քաղաքակիր մակարդակով։ Շատ են ասում Ծառուկյան Գագոտ, ես անձամբ Ծառուկյան Գագիկին ոչինչ չունեմ ասելու։ Ծառուկյան Գագիկը նախ ինքը իր մասին ամեն ինչ ասել է, ինքը հայհոյանքներ օրերտում, որ այլևս քաղաքականությամբ չի զբաղվում, էդի միան։ Ծառուկյան Գագիկի մասին իմ կողմից մերժված Սերժ Սարգսյանը Հովիկ Արգամիշն էլ կողքը նստած ամեն ինչ ասել է Ծառուկյան Գագիկին։ Ես Ծառուկյան Գագիկին չեմ կարալ իմ ծանր տեղը թիթևացնեմ Ծառուկյան Գագիկին բան ասեմ։ Ինչ ասեմ իմ մարդու, որ իմ կողմից մերժվածը իրեն ամեն ինչ ասել է։ Ինչ ասեմ, ես հիմա իմ ծանր տեղը ոնց թիթևացնեմ ես իրան բան ասեմ։ Ոնց։ Սերժ Սարգսյանը, մերժված Սերժ Սարգսյանը, իմ եւ ձեր կողմից մերժված Սարգսյանը ասել է ամեն ինչ։ Հովիկ Աբրահամյանն էլ Սերժի վարչապետ, կողը նստած, Աշոտյանը ամեն ինչ ասել է, ամբողջ հանրապետական կուսակցությունը իրենց հանրապետական գրասենյակում կառավարության շենքի կողքը որ կա, ամբողջ Աշոտյանով, Շարման Ազանով, Հովիկ Աբրահամյանով, դաժե Հովիկ Աբրահամյանն ասել, Սերժ Սարգսյանով, դու Ծառուկյան Գագոյի մասին ամեն ինչ ասել է, չեմ ուզում ածականով դիմեմ, որովհետև ուզում եմ քաղաքակիր ձևով խոսակցություն ավարտի։ Ես բոլորին կասեմ, քաղաքականության մեջ ես բոլորին կասեմ իմ գնահատականը ինչեցնեմ, բայց Ծառուկյան Գագոյին ես ինչ թույլ չեմ տա ոչ մի բան ասեմ, որովհետև ես խայտարակ կլնեմ, որովհետև ես չեմ կարող իմ ծանր տեղը թիթևացնեմ, Ծառուկյան Գագոյին բան ասեմ, որ իմ կողմից մերժվածը արդեն իսկ Ծառուկյան Գագոյի մասին ամեն ինչ ասել է, Հովիկ Աբրահամյանն է կողը նստած։ Հիմա այդքանից հետո ես ինձ թույլ տամ ծանր տեղս թիթևացնեմ Ծառուկյան Գագոյին բան ասեմ, իրան вообще չկա ասելու, իրան չկա вообще ասելու։ Ուղղակի իրան խորհուրդ կտան որպես հայ, Հայաստանում ծնված մեծացած, իր ծնողները որպես հայի կատ, դու կալուգացի չես, դու Սերժի նման քոչվոր չես, դու որպես հայ մարդ քեզ խորհուրդ կտանք, ալիքի տակ չընկնես, վերջնականապես կործանվես, չընկնես, դու ոչ ոք չի խնայվելու, ոչ ոք չի խնայվելու քաղաքակիր մակարդակով, եւ չի ներվելու։ Ծառուկյան Գագիկին կարան քեզ խորհուրդ տանք, որպես հայ մարդ, քանի որ դու հայ մարդ ես, այս պետությունում ծնված մեծացած, քո ծնողները հայ, քոչոյի նման, բերանը ծուտի խոխի նման, քոչվոր չես, քեզ խորհուրդ կտանք վերջնականապես քաղաքակիր մակարդակով դու ինքդ քեզ չոչնչացնես։ Միևնույնն է, ոչինչ չի ստացվելու։ Դուք այդ չի նշանակում ձեր մոտ 1, 2, 10, 15 հատ վարձու, որին բարձրացնում եք, մարդիկ իրաց ծառայություն են տանում, բլակներով հաստավզերով մարդիկ կան, դուք հզոր եք, կամ դուք ձեզնից բան եք ներկայացնում։
Վճարում եք հաստավից բլակներով մարդկանց, ձեր մոտ մարդիկ կան։ Բայց դա չի նշանակում, որ դուք վերջն եք կամ ձեզնից բան եք ներկայացնում կամ ուժն եք։ Դուք հունիսի 7-ին իրական ուժի հետ ծանոթանալու եք։ Ծառուկյան գագու։ Բացառապես ոչ ոք քաղաքակիր մակարդակով չի խնայվու։ Ինչքան ունես ուժ, հնարավորություն, ունես ժամանակ համակերպվել, դուրս գաս մաֆիայի արևանգությունից եւ վերադառնաս ժողովրդի կողը։ Ունես այդ հնարավորությունը, կօգտագործես, չես օգտագործի։ Միևնույն է, ժողովուրդը հունիսի 7-ին մաֆիային ոչնչացնելու է քաղաքակիր մակարդակով։ Դու կլինես մաֆիայի փաթեթի մեջ, ինքնուրույն քաղաքակիր մակարդակով դու էլ հետը կոչնչանաս։ 17+ կնեք, 18+ կնեք, 50+ կնեք, քանի պլյուս ուզում աղնեք։ Միևնույն է, հունիսի 7-ին իրական ուժը համբերությունը կորցրած քաղաքակիր մակարդակով 10 տարիներով իր սպասված վրեժը լուծելու է մաֆիայից։ Ժողովուրդ ջան, սա ժողովրդի եւ մաֆիայի մեջ պատերազմ է։ Մաֆիան պատերազմ է հրահարել ժողովրդին եւ մաֆիան հունիսի 7-ին ոչնչանալու է քաղաքակիր մակարդակով։ Հունիսի 7-ին իրական Հայաստանի Հանրապետությունում մաֆիայի լինելությունը եւ գործունեությունը կասեցվելու է եւ ոչնչանալու է։ Ովքեր կլինեն այդ մաֆիայի մեջ, իրենք էլ հետները կոչնչանան քաղաքակիր մակարդակով։ Կեցի ազատ, անկախ, ինքնիշխան, ինքնուրույն իրական Հայաստանի Հանրապետությունը, կեցե հայ մարդը, կեցե խաղաղությունը, կեցե հայ ժողովուրդը, որ ապրում եւ ապրելու է ուժեղացող, զարգացող, խաղաղ, երջանիկ իրական Հայաստանի Հանրապետությունը։ Կեցե իրական ուժը քաղաքական մահ օտարի դասովչիկներին եւ քաղաքական մահը հունիսի 7-ին գնալու է օտարի դասովչիկների հետևից եւ քաղաքակիր մակարդակով ոչնչացնելու է օտարի դասովչիկների լինելությունը եւ գործունեությունը իրական Հայաստանի Հանրապետությունում։ Հայաստանի Հանրապետության ներկայի եւ ապագայի սպառնալիքների հետևից հունիսի 7-ին իրական ուժը գնալու է։ Խաղաղության սպառնալիքների հետևից իրական ուժը հունիսի 7-ին գնալու է եւ իր ասելիքը ասելու է։ Իր ուժը ցույց է տալու։ Այնց որ թող այս խոսքերի լրջության վրա որևէ մեկը չկասկածի, իսկ նրանք ովքեր կկասկածեն, ես նախորդ հենց հիմիկվանից քաղաքակիր մակարդակով իմ ցավակցության խոսքերս եմ հայցում կասկածողներին։ Հունիսի 7-ին բոլոր կասկածողների կասկածանքները կփառատավորվի, կլուսավորվի, ու բոլոր օտարի դասովչիկները շատ կփոշմանեն, որ լինելով օտարի դասովչիկ եկել են իրական ուժի մեջ, իրական ուժեղ միջավայրում ուզում են կամ փորձել են ուժեղ տղու կերպարի մեջ մտնել։ Քաղաքակիր մակարդակով հիմիկվանից իմ խորին ցավակցություններս եմ հայտնում ձեզ։ Օտարի լանթեր, օտարի քոցեր, օտարի չմոններ, օտարի դասոչիկներ։ Բարի գիշեր ժողովուրդ ջան։ Ովքեր ասում են ուժեղ ենք, մենք ասում ենք։ Մենք մեզնից ուժեղին չենք ճանաչում, որևէ ցանկություն էլ չունենք ճանաչելու։ Եթե դուք ասում եք մենք ուժեղ ենք, մենք ձեզ հստակ պատասխանատու ասում ենք։ Մենք մեզնից ուժեղին չենք ճանաչում, որևէ ցանկություն էլ չունենք ճանաչելու։ Բարի գիշեր մարդիկ ջան։ Աստծով ամեն ինչ լավ է եւ լավ է լինելու։